Երբ մարդը վշտի մեջ է, ծանր ապրումի, ողբերգություն է ապրել, նրա համար արտաքին աշխարհը վտանգավոր է, անկանխատեսելի, քաոսային, որովհետև նա մտածում է, որ չի կարողացել ազդել այն իրադարձության վրա, որն իր կյանքում տեղի է ունեցել։ Դրա համար ցանկացած գործողություն, տնային աշխատանք, այն փոքրիկ հոգսերը, որ մենք մեր կյանքում կարողանում ենք մեր վրա վերցնել եւ հաղթահարել, օրվա մեջ փոքր գործողությունները մեր ուղեղը հանգստացնում են, մեր միտքը հանգստացնում են այն իմաստով, որ մենք դեռևս ինչ-որ բան կարողանում ենք մեր կյանքում կառավարել, վերահսկել։ Դրա համար են խորհուրդ տալիս փոքրիկ քայլերով առաջ գնալ։ Հիմա ես այս ճտերը, օրինակ, վերցրել էի նրա համար, որ նախ պահելու փորձ ունեմ, անցած տարի էլ եմ նույնիսկ պահել։ Բացի դա, գյուղի տուն է եւ մեծ բակ ունի, զբաղմունք է, բայց տեսեք հիմա էլ ինչ դժվարություն ունեմ։ Աղվեսները գյուղում այնքան շատ են, որ լրիվ ֆորս մաժորային իրավիճակ են ստեղծել։ Եվ հավեր, աքլորներ տանելուց հետո արդեն բակի այս կենտրոնից, այս ծառի տակից տանում են ճտերին։ Երեկ մինչև աչքս առավ դուրս եկա, արդեն ճուտը բերանին գնաց աղվեսը։ Եվ դա ինձ այնպես հիասթափեցրեց, այնպես թևաթափ արեց, որ եթե մի այլ դեպքում լիներ, ինքս էլ չէի հասկանա, թե ինչու այդպես ազդվեցի։ Դա հենց այն անվերահսկելիության պահն է, որ դարձյալ աշխատում է իմ մոտ, որ ինչ ուզում ես արա, միևնույն է։ Այնքան բան կա, որ քեզանից կախված չէ, եւ դու չգիտես ինչ կստացվի այդ ամենից։ Հասկանալը հասկանում եմ, բայց ընդունելն է շատ դժվար, որովհետև հերթական լարվածությունն ու դժվարությունը ստեղծվեց։ Եթե ես ուզում էի որպես մի քիչ ինձ համար զբաղմունք, որպեսզի ժամանակը անցնի, որովհետև ճտերը կենդանի են եւ իրենց որ նստում նայում ես, մի քիչ միտքդ թեթևանում է այդ պահին։ Բայց հիմա հերթական դժվարությունը, եթե նախկինում, ասենք, կեղծ ժանտախտ էր լինում, չոբոլան, կամ հիվանդություններ էին լինում, այնքան դժվար էր մեծացնելը, ինչպես ասում են, աշնան էլ ճուտ չէր մնում, բայց հիմա երևի պատվաստում են նոր են այս ճտերին վաճառում, խնդիր չենք ունենում, նույնիսկ դժբախտ դեպքեր չեն լինում, բայց հիմա էլ արի ու տես աղվեսները բացարձակ օրը ցերեկով կատուներից շատ վխտում են եւ փաստորեն այնպիսի մի լարվածություն են ստեղծել, որ հիմա ես չգիտեմ ոնց շարունակեմ, ամբողջ օրը ասենք թե հիմա ազատ եմ, նստած եմ այստեղ հսկում եմ, չնայած այնքան վայրկյանական է այդ ամենը տեղի ունենում, որ չեմ էլ կարող հասցնել, ձեռից առնել կամ ինչ կարող եմ անել աղվեսին։ Դա որպես միջադեպ եմ պատմում, իսկ առհասարակ ամեն մի երևույթ լինի հարաբերությունների մակարդակով, շփումների մակարդակով, լինի կենցաղային անհաջողություններ, մի խոսքով,
ցանկացած բան գալիս եւ միանում է այն մեծ վշտին, այն մեծ տառապանքին, այն մեծ ցավին, որը առանց այն էլ անհաղթահարելի է։ Եվ եթե այս ամենը ես այնուամենայնիվ փորձում եմ հասկանալը քիչ է։ Հասկանալը քիչ է, ընդունել եւ դիմանալ է պետք կարողանալ։ Պատասխանատու մարդու համար դժվար է նաև այնպիսի մարդու համար, ով կենդանի է, ով խղճով է, ով մարդկային է, ով այս կյանքին անվերապահորեն է նվիրվում, մարդկանց անվերապահորեն է վերաբերվում եւ դժվար է մի կոճակով անջատել այդ ամենը եւ միացնել անտարբերությունն ու սառնասրտությունը։